Ողջույն սիրելի բարեկամներ, ողջույն սիրելի հայրենակիցներ, բարևում եմ բոլորիդ։ Կխնդրեմ, որ հաղորդման ընթացքում չմոռանաք դնեք ձեր լայքերը, չմոռանաք գրանցվեք իմ ալիքին, որը որ շատ կարևոր է ինձ համար։ Հիշեք, որ դուք ձեր ակտիվությամբ գնահատում եք իմ աշխատանքը։ Եթե ցանկություն ունեք օգնեք իմ ալիքին, ժողովուրդ ջան, ունեք արդեն YouTube-ի գործիքները, որը որ արդեն հասանելի են Հայաստանում, կամ նկարագրության մեջ ունեք ուրիշ գործիքներ, որոնք նույնպես հասանելի են Հայաստանում։ Նախապես շնորհակալություն։ Ուրեմն վերջի օրերին Հայաստանում պտտվում են լուրեր, թե չգիտեմ, արտաքին հետախուզություն, ներքին հետախուզություն, չգիտեմ, ում հետախուզություն, բայց չգիտեմ ոնց են այդ հետախուզությունը անում եւ ասում են, որ գիտեք ինչ կա օտար երկրից, հա, եկեք Ռուսաստանից 80,000 հայ են հավաքում, որ բերեն Հայաստան, Հայաստանում ազդեն ընտրությունների արդյունքների վրա եւ մի քիչ սա լոգիկայից դուրս է, էլի, եթե ճիշտն ասած, եկեք մի հատ sense մտածենք այդ 80,000-ը նախ փոքր թիվ չի, Վանաձորում ապրում է ըստ Google-ի տվյալների, Վանաձորում ապրում է 75,000 մարդ, այսինքն պատկերացնում եք, չէ, ինչ քանակի մասին է խոսքը, 80,000 մարդ եթե գա մասնակցի ընտրություններին, այն որոշ ուժեր, որ ասում են դա ոչ մի բան չի փոխի Հայաստանի Հանրապետությունում, դուք սխալվում եք, այնպես եք սխալվում, ոնց որ Տրամպի հարցում էիք սխալվում, այդ 80,000-ը, եթե անգամ 40,000-ը ընտրի, շատ հնարավոր է, որ մեծ բան փոխի Հայաստանում։ Ինչու համար, որովհետև Հայաստանի բնակչությունը շատ ցածր տոկոսային հարաբերությունով է, կամ sense ասենք, շատ ցածր տոկոսն է մասնակցում ընտրություններին։ Ցավոք սրտի մեր երկրի բնակչությունը դեռ քաղաքականապես այնքան չի զարգացել, որ հասկանա, որ անպայման պետք է մասնակցի ընտրություններին, իսկ մեր պետությունը քայլեր դրա դիմաց չի անում, այսինքն չի անում նենց, որ լինի անպայման, հա, անպայման, որ մարդ այդա մասնակցելու, օրինակ ստե ես 1000 անգամ ասել եմ, էլի ասեմ, այս երկրում, որտեղ որ ես ապրում եմ, ընտրություններին մասնակցելը անպայման է, հակառակ դեպքում տուգանքներ տարբեր տեսակի տուգանքներ են լինում, ժողովուրդ ջան։ Մի խոսքով, ինչ եմ ուզում ասեմ։ Ուրեմն, եթե սովորական հաշվարկ անենք 80,000 մարդ, գցենք դա 2,000 մոտավորապես ավտոբուս է, կամ եթե ինքնաթիռով պետք է գանց, դա 400 ռեյս ինքնաթիռ է, հա։ Այս ժամանակվա հատվածում, որ սես դանդաղ պետք է գան, թող միանգամից չեն գալու, եթե դանդաղ բանանենք, չեն տեղավորվում այս ժամանակահատվածում։ Եթե միանգամից գան, կզռա բոլորս կտեսնենք։ Էդի sense։ Հետո դրան էլ գումարենք, որ եթե անգամ դա իրականանա, դուք հələ հաշվեք այդ ծախսերը։ Ես չեմ ասում իրանց գումար տալը, այ մենակ ճանապարհային ծախսերը։ Մի արդեն այո, մի հատ էլ գումարեք իրանց հյուրանոցներ տեղավորել, ամեն մեկի ջեբը գոնե մինիմում մի $500 պետք է տաս, մի $500 պետք է դնես, մինիմում է, ես էդի քիչ եմ ասում։ Իսկ 80,000-ին $500 տաս, դա արդեն $40 միլիոն է։ Նրան էլ գումարած այն ծախսերը, ինչը որ արվեցին։ Իսկ դա ձեռնատու ինչ որ ստրատեգիա է։ Մի հատ եկեք մտածենք, իհարկե ոչ, ինչու ոչ, որտեվ հաշվի առնելով Հայաստանի վերջի տարիների ընտրությունները, հա, այսինքն անկախությունից ի վեր ընտրությունները գերմեծամասնությունը վաճառվել են, այսինքն եւ գիտեք ինչ կա, եթե ասում լավին լավ, վատին վատ, ժողովուրդը թույլ է տվել այդ ամեն ինչ, այսինքն ժողովրդի ձեները կարացել են առնեն, հա, բացի լցոնումներից, դա ուրիշ թեմա է, այն որ լցոնումներ եղել են, որ թվերը իրանք նկարել են, այդ ձև դա եղել է ու եղել է, բայց բացի դրանից մարդկանցից առել են ձայները, առել են, այսինքն հայ ժողովուրդը ցավոք սրտի թույլ է տվել իրեն այդպիսի բան ու միջև հմիել թույլ կտա, քանի որ միջև հմիել տարբեր ընտրություններում երևում լսվում են զապիսներ, զանգեր եւ այլն, թե ոնց են կազմակերպում ընտրությունների այդ փողի այսպես ասած շաբաշ բաժանելը ժողովրդի մեջ, ոնց են նրանք խելքելով ակաժները կախ, չգիտեմ, ընտանիքներով գալիս են միտինգների դաժե փողով, այդում են ընտրությունների փողով, հələ մի հատ զանգում էլ մունաթ են գալի, արա դրան ասա, թոլը գա, բան, այս խոսակցականով բան, ու այս մարդիկ այդպես ծախվում են։ Հիմա խոսքը չի վերաբերվում այն մարդկանց, այն որ փողով եկալում են եւ այդում են ընտրում են նրան, ովքեր որ իրանք են ուզում ու դրանց էլ գցում են, լավ են անում, այդի լավ տղություն է։ Չեմ ասում լավ բանակաշարքը մթոն վեկալելը, բայց անբարոյականի
զավակներին գցելը, դա արդեն լավ տղություն է, որտեղ մարդ եթե գալիս է քեզի փող առաջարկում, համ զակաս տվողն է անբարոյականի տղա, համ առաջարկողն է անբարոյականի տղա, հասկանում եք, որտեղ իրանք չեն գնահատում մեր պետականությունը, մեր անկախությունը եւ գնում են այդպես անբարոյականի քայլել, այսինքն իրաց մամանովա անբարոյական, իրանք էլ հետեւաբար անբարոյականի տղա են։ Անբարոյականի տղուն գցողը լավ տղա է, վերջ, այս ձև ենք ձևակերպում ու ասում ենք առաջ, դա ով արել է, լավ արել։ Վերադառնալով թեմային, այսինքն 40 միլիոն դոլար են, որ ամեն մեկին եթե $500 տաս, պլյուս իր ծախսերով բան գնաց հասավ եսիմուր։ Եթե ավտոբուսով են գալի, տոմսերնա, բենզիննա բան, եթե ինքնաթիռով, դե մի խոսքով հասկացաք։ Օտելի փողերով, բանով, համի ես ասում եմ, այդ նույն փողերով, այդ 80,000-ին բերելու տեղը Հայաստանում հանգիստ կարաս ձեները առնես այդ 100,000 կարաս առնես կամ 100,000-ավորներով։ Ոչ թե այդքան փող ծախսես 80,000-ին բերես, էներ Աստված գիտի, իրանք քո բանը, քանիսը կքվյարկեն քո օգտին, քանիսը քեզի կգցեն, հա, որպես անբարոյական քեզ կգցեն, իրանք դառնան լավ մարդ, լավ տղան այ, կամ լավ աղջիկ։ Այդ էլ է հարց։ Մի խոսքով, եթե բիզնես տեսանկյունից նայես, ընդհանրապես ձեռ չի տալի, թե ոնց է տենց լինում։ Մի հատ էլ բան հիշա, որ ստից 2 տարի առաջ երևի ասեցին, գիտեք ինչ կա, երբ Բագրատի վախտերներ, էլի Սառաստերտերի վախտերներ, որ ասին գիտեք ինչ կա, Պրիգոժինի ճտերը, հա, բանում են, եկել են Հայաստան, նայոմնիկներն են, էլի, եկել են Հայաստան, որ անկարգություններ սկսի, երբ որ Հայաստանում իրանք միանան եւ զավթեն Հայաստանի հայոց պետականությունը։ Այդ որ մնդից շատ են ուզում զավթեն հայոց պետականությունը, դրա մասին ոչ մի կասկած չկա, բայց այդ Պրիգոժինի թեման ինչ եղավ, այդ 2000-2500 հոգի էր, որ եկել էին Պրիգոժինի մարդիկ, հա, ինչ եղան, տեսակ, որ 2 տարի անցավ, թե 3 տարի արդեն թիվն էլ չեմ հիշում, անցավ ոչ մի լուրջ բան, ոչ մի լուրջ ապացույց, ոչ մեկ չկային, այսինքն սա ինչ է ցույց տալի, ցույց է տալի այն, որ երկրի կառավարությունը, հա, ժամանակ առ ժամանակ փչում է մի փուչիկ, որը որ այսպես ասած պանիկա է տարածում ժողովրդի մեջ, զգոնացնում է, հա, եւ այդ սուտով ուզում է ավելի բանանել, հա, համախմբել իր շուրջը։ Եկեք սենց անվանենք։ Բայց վատն է, որ դա ստով է արվում։ Ես չգիտեմ հիմի այդ 80,000 մարդը ճիշտ է թե սուտ է, բայց սովորական որ նստում մարդավարի հաշվարկ ես անում, այդ ձեռ չի տալի, եթե փող ինձի տվեք, եթե ես ելնեի զավթիչը, որտեվ իրանք զավթում են, այո, դա զավթել է։ Մենք բոլորս հասկանում ենք, որն է Ռուսաստանի նպատակը։ Մի խոսքով, եթե ես ելնեի զավթիչը, ես չի բերի 80,000, այ ես արդեն ճանապարհը կա, արդեն արել են, գիտեն, այ ես ուղղակի գումարով կառնեի եթե այդ գումարը էի նախատեսել, այդ չափսի գումարը էի նախատեսել, այդ գումարով ավելի հեշտ է մարդկանց ձեները առները, ցավոք սրտի Հայաստանում շատ են այդ վաճառողներ, որտեղ իրանք ոչ միայն իրաց ձայնն են վաճառում, այլ նաև երկիրն են վաճառում, հա, այդ գումարով։ Իրանք տենց էլ չհասկացան, որ պետականությունը, մեր պետականությունը շատ թանկ հաճույք է։ Այդ ուղիով ես կիթա եւ հաստատ խորհրդարան կմտնեի գոնե, որտեղ 100,000-ից ավել զենք հավքեի, այ ձեւ գումար բաժանելով աճ ու ձախ սաղին, հետաքրքիր ծրագրեր, չգիտեմ, երիտասարդության համար է լիքը շատ կարևոր բաներ, ես շատ ցավով ուզում եմ նշել, որ Հայաստանում երիտասարդությունը չի հետաքրքրվում քաղաքականությամբ, որոշները ասում են դա լավ է, ես ասում եմ դա կործանարար է, երիտասարդը պետք է զբաղվի իր հայրենիքի ապագայի կառուցմանը, քանի որ եթե ինքը չի զբաղվում իր տան ապագայի կառուցմանը, երբ որ ասում տարիքը գա, երբ որ ինքը մտածի, որ արդեն պետք է զբաղվի, կարող արդեն շատ ուշ լինի, հասկանում եք, ունդը էլ զբաղվելու բան չլինի, ու պարզվի ինքը իր տան մեջ արդեն ոչ թե տանտեր է, այլ տան ստրուկ, սա մի հատ շատ կարևոր բան կա։ Նենց որ համ երիտասարդությանը կարելի է լավ մոլորացնել, համ տարեցներին կարելի է լավ մոլորացնել, իհարկե ամեն անգամ որ ասում եմ իմ հետևորդներից մի քանիս ասում են, չէ, բանը մի տարեցները լավ էլ գիտեն, լավ էլ հասկանում են, բայց ես դիտելով տարբեր հակապետական այն 10 ովչիկներին ու իրանց դիտումները ես հասկանում եմ, որ չէ, ախպեր, ոչ էլ հասկանում են, որտեվ եթե իրանք հասկանային, այդ
10 ovçիկներին եւ հակապետական քարոզիչներին այդ քանակությամբ մարդ չէր դիտի, արա դա խայտարակություն արա, դուք ձեր լավն ու վատը չեք տարբերում։ Հասկանում եք մարդ նայում որ ասում է նայել իշքան դիտում կա գցենք տվյալ հակապետական ինչ որ չգիտեմ կամ լինի բլոգեր կամ լինի նորություն կամ լինի էսի կամ էնի լիքն է ու նայում ես լիքը հազարավոր դիտումներով հետո կարծեք չէ լավ էլ հասկանում եք չեն հասկանա որ հասկանան իրանք ջոգեն որն է իրանք լավը որն է իրանք վատը վերջում էլ տենց էլ չեն հասկանում որն է իրանք լավը ու հետո մեր պատմության մեջ տենց հալ է միշտ հասկացեք երբ որ չեն հասկացել որն է իրանք լավը ուրիշը գալիս է շինում է իրանք լավը հասկացեք էդի դժվար չի հասկանալ արա դժվար չի տեր կանգնել քո պետականությունը արա ով չի կանգնում իր պետականությունը ժողովուրդ կոչվելու ասկ կոչելու իրավունք չունի ով չի կանգնում միջև վերջ իրանց պետականության համար ասկ կոչվելու իրավունք չունի դուք հասկանում եք այսքան բան ես որ նայում եմ այս բարդակը որ կատարվում է մարդու մազեր է սիպտակում արա ասում ես լավ այսքան անթասի բորա այս աստիճան անթասի մարդ գիտե դրանց կլսի արա ու այդքան մարդ կա որ իրանց լսում արա այդքան տուպոյ այսքան չգիտեմ էլի մարդ այսքան պետք է դոդլնի որ իրա լավն ու վատը չիմանա արա խոսքը ֆեյքերի մասին չէ նայում ես իրական դիտումներ են տարբեր ալիքներում որ տարբեր հակահայ հակապետական հետո գակա լավ էլ հասկանում են չեն հասկանում արա չեն հասկանում այս մարդիկ անգրագետ են անգրագետ քաղաքականապես դեբիլ ուրիշ անուն չկա կապցնելու իրենք չգիտեն իրաց բա էնի թքմա մեր դեմքին Միքել Գարեջի էնի թքմա մեր դեմքից ռեգելի դեպի ճիշտ է ռուսի սեբուզում եմ դեբիլ անթասիպ դեբիլ անգրագետ այս անգրագետների պատճառով երկիրը թալյուա վարի համի շատերը կեթա նայում այս ընտրությունները կլի կտենակ քանի հոգի կեթա փրկիչներին ձեն կտա ու կտենան գլը դուք այդ մարտի քանի հազար են եւ ինչքան կա մարդ Հայաստանում որ չգիտեմ երևի միակ երկիրն աշխարհի վրա որ հակապետական այսպեսի մեծ բազմություն կա այսօր միջև մի չգիտեմ Քոչարյանի կողմ մարդիկ կան կանգնած Սերժի կողմ մարդիկ կան կանգնած նույն դաշնակների կողմ մարդիկ կան կանգնած այն դաշնակները որ մենակ գրած այն որ գրած է մահ կամ ազատություն հա գրած է այլ մուտիլով չկեն իրանք արա հորը սարև իրանք մուտիլով չկեն եթե մի բան լինի առաջինը սրանք են բան անելու երկիրը ծախելու թռնեն խոսքը այս կուսակցության այդ վերնախավի մասին է իհարկե դաշնակների մեջ լավ հայրենասեր մարդիկ կա բայց ցավոք սրտի իրանք էսի այս դաշնակներին իրանք խապնվել են Էդ էլ է գալի անգրագետության պատճառով առաջինը թռնելու են մահ կամ ազատություն գիտեք ով է անում այ մի ձեր աշկի առաջ հա պարսիկներն են անում արա մահ կամ ազատություն ձեզի դաշնակ եպացին բու հելա թռա կարա ձեզի հենց ասել են բու այս է բու հելը թռել է կարա ձերի խի գրե մահ կամ ազատություն այ հակապետական էլ չասեմ ինչ եք դուք Ինչ գործը կամ ինչ գործ ունի միակ բանն էր որ Լևոն Տեր-Պետրոսյանը վախնի որ մի հատիկ լավ բան արել է մի հատիկ ինքը տեղով ոչ Իվանի պես չի հա էլ չխորանամ ասա մեծ բձայց վերընկի տեղդ ինչ ես քիթդ խոթում արա գնա ապրի վերջի տարիները ապրի մերի գնա ինչ ես քիթդ կողում ուզում Հայաստանը վարի տաս անոր տվի մելի հիշաներվայնացա որ իսկան դավաճան ուրեմն էս անփասի բձեն մի հատ լավ բաներ արել իր կյանքի մեջ մի հատիկ ընդամենը մի հատիկ որ էս դաշնակներին արգելել էր Հայաստանում այդ ա եղե իր միակ լավ բանը հայոց պատմության մեջ հա աուճիշտ հայոց պատմության որն է իր պատմության մեջ երբ որ ինքը նախագահ էր այդ ա եղե մնացածը սա դավաճանություն ու հմի մեռնելու եզրին մեռնում ես գնա թասիբով մեռել ճարել չես էլ կարել թասիբով միջև վերջ ուզում է վատություն անի շանցանունդը էսի կոչվում է Հայաստանի առաջին նախագահ կարող եք դուք պատկերացնեք սրանց ուրիշ բառերով անվանել չի կարելի հակապետական մարդկանց պետք է կոպտել եւ արդեն դու շպրտել մեր քաղաքականությունից քանի որ բանի քաղաքական ուժին էլ արա դուք լրիվ անատամ անթասիբ եք արա
Ոչ մի խոստում չկատարիք, այս սրանց սաղին դուք պետքա պատժեք, թուլակազմ, ոչ մի բան ձեռներից չի գալի, ձեր բախտը վերել ընդամենը մի բանով, այ անճարներ, որ այս Հայաստանում մի հատ քաղաքական ոչ ուժ կա, ոչ քաղաքական գործիչ կա, մեկը մեկից բառադի, մարդ կուսակցություններ, չգիտեմ, մարդ շարժումներ, ոչ մեկը ոչ մեկից խաբար, իրանք իրանց չեն ճանաչում անգործ, այդ կուսակցական բաները, ղեկավարներին, չգիտեմ, շարժումներին, տեսեք գործ ունեն այս այն որ ասում աղքատ ալնելը ժողովուրդ ջան, ինչի՞ց է գալի։ Գալիս է երկրի իրավիճակից, մեկ էլ վատ կրթությունից, որ չգիտի ինչ ան, չգիտի ինչով զբաղվի, դրա համար աղքատ ալնում, չի կարող ոչ մի բան իր համար ճարի, որտեվ աշխարհի վրա նորմալ երկրում, սովորական նորմալ երկրում աղքատ ալնելը դժվար է։ Ինչի՞ է դժվար, որտեվ ինչ էլ անես, մի բան կկապցնես, արա։ Արա ինչ էլ անես, մի բան կկապցնես։ Չես կարող լնես 0, ջոգում ես։ Զիվ չունես 0 լնես։ Ինչ էլ անես, մի բան կկապցնես։ Զիվ չկարա, հայրը էթում են այն երկիր կամ այն երկիր 0 էթում են 0, հա, հետո տերում ես, որ մարդիկ բարձրանում են, որովհետև ինչ էլ անես, մի բան կկապցնես, այսինքն անպայման չի, որ դու ունենաս մի հատ եսի ինչ կրթություն, մի հատ եսի ինչ խենյո, հա, sense մի հատ, չգիտեմ ինչ լինես, մի քիչ ուղղակի շարժես, նորմալ քո համար կապրես։ Եթե դու ոչ գործ ունես, ոչ, չգիտեմ, փող ունես, փող ես չեմ ասում միլիոններ ունենաս, բայց եթե դու սիգարետի փող չունես, ախպեր դու, չգիտեմ, պրոբլեմներ ունես, իհարկե, եթե մարդը ավելացնենք առողջական եսիմ խնդիրներ չունի, ընդունելի է։ Եթե սիգարետի փող չունի, ծխում է, բայց սիգարետի փող չունի, հասկանում եք։ Հիմա այս մարդիկ այդ կուսակցականների շատերը, ղեկավարները կամ այդ դեմքերը, առաջի դեմքերը ասում են։ Հələ նայեք, տեսեք արա, որ մեկը գործ ունի, մեռայսի ասելով, ու դուք սրանց մեջ ուզում եք գցեք բռնեք, թե ով պետք է լինի ձեր ղեկավարը։ Այս ինքը իրան չի կարում պահի։ Մեկ ասում է կնիկը սանձի պահում։ Մեկ ասում է, չգիտեմ, հերս փողաթող է, ես սրանով եմ ապրում։ Մեկ ասում է, ես 10-ով եմ ապրում։ Մեկ ասում է, ես մեկ դասախոսություններ եմ կարդում, բայց ում հարցնում ես ոչ մեկ չի տեսես մարդուն դասախոսություն կարդալուց։ Լավ մանա դասախոսություն կարդալը, բայց մեկը տեսել է քեզ դասախոսություն կարդալու։ Ու սենց մի հատ անիմաստ վիճակ է, բայց ոչ մեկ գործ չունեն։ Ոչ մեկ գործ չունեն, արա անգործ են։ Մի քանիսն էլ անգործ են մթում, բայց որ բռնես տակերը քանդես, կտենաս, չգիտեմ, որ թվից ինչ որ, չգիտեմ, մատ գործարանա մնացե, իրանց անունով չի անում, կանգա մոր անունով անում, որ ոչ մեկ չիմանա, որտեվ ժամանակին 10 տարի առաջ պաշտոն ա ունեցե, այդ պաշտոնը չարաշահել ա, այդ զավոդ մավոդ իրանցով են արել ապօրինի գույք, մույք, չգիտեմ, շենքա ինչա, հա, բայց ցռելա տակը, որ իր անունով դնի, դրելա ուրիշի վրա, որ չբռնվի։ Ու այս ամեն շիլա շփոթի մեջ, այս չգիտեմ արդեն քանի տարի է արդեն սրանց հետ էլ ժամանակը սկորի 7-8 տարի է դե իշխանությունը ոչ մի քայլ չարեց ոչ մեկ չձերբակալվա ոչ մի բան չարեց ես էլ ես ասում եմ որ չասեն ինչ ես մենակ նրանց ասում այս արած ձեր ընտրած իշխանությունը էս չի բոշու բառադի ես էլ եմ ասում պրոստը սրանց բախտը բերելա որ այլ ընտրանք չկա Այն եկողը ավելի բոշ ու բառադի է, ու ես ինչպես միշտ ասում եմ, ես վատը վատով չեմ փոխում, եթե ես մի բան պետք է փոխեմ լավով, իրական լավով, ոչ թե հավայի դուս տվողով, հասկանում ես, հավայի չգիտեմ, եթե դու քեզ չես պահում, արա, դու ո՞ս կարաս երկիր պահես, Սա հայտարարությունը կամ չգիտեմ օլիգարխ գա, հակառակը էս էլ էլի օլիգարխնիկ գա Ռուսաստանից որ կակեբեն վզին նստած է երբ ուզենա վծես գլխին կկատացնի գասի Հայաստան եմ փրկում գնա Ռուսաստանը փրկի գնամ Ռուսաստանին կպտնեմ Ռուսաստանին տեսել ես ինչա կատարվում ինտերնետ չունեն էլ արա խանութները փակվում արա ամոթ ունեցեք արա Գիժեն արա լրիվ արա ամոթ ունեցեք արա մարդ չի կարա այսքան անամոթ լինի Կամ վիտոն, մի ամբարոյականը, պետք ավետանք միանանք, չգիտեմ, նյութենական պետություն, արա տեսանք ռուբանը Արցախը պահեիր, այ Ղարաբաղցի թուրք, Արցախը պահեիր, որ ժողովուրդը նորմալ ապրեր բնակչությունը բարձրանար, որ աշխարհը հետդ նորմալ նստեր զրուցեր, հայ Ղարաբաղում պաշտոն ես ունեցել էլի,
Այս դրա համար կերակ Մոնթեի գլուխը եւ մնացած, հա, լավ հայերի գլուխը, Վազգենի գլուխն էլ ձեր մատը խառը կլինի սրա մեջ։ Այդ դրա համար սա հայերին կերակ, որ դուք թուրքերով նստեիք Ղարաբաղը ուտեիք, չէ՞։ Որ այսօր էլ գաք արդեն Արցախից պրծան, հա մեկի արդեն բանն են ուտում, Հայաստանն են ուզում վարիճան, էս էլ լուծարենք թոյթա, այնի արդեն լուծարել ենք, բանը, միսիոն կումպլիդա, ջոգում եք, գիտանք միութենական պետություն, այս ամբարոյականները Արցախի բնակությունը սարքել են մի ստադիոն մարդ, այսինքն ով իրանց հետ, մենք հայ ենք, մեր սիրտները ցավում ա, մեր պապերի հողն ա, բայց եթե գցենք մի հատ մուղեղդ անջը դες գցես խալաստո մի պա քեզի պատկերցնես կողից նա որ ասում ես մի ստադիոն մարդ ապրում ասեմ ֆուտբոլի վաղ ավելի շատ մարդ կհավաքվի այս մի ստադիոն մարդով էլի գնացած մենք անկախություն ենք ուզում գցենք ես էլ եմ ասես էլի ասում եմ գցեմ խալաստո ասես չգիտեմ ինչ որ մատ իմ մոտ գան ասեն այս մարդիկ անկախություն ունեն մի ստադիոն ասեմ գիժեք դուք արա էլի փախեք ստից ու ճիշտ կասեմ կներեք կտրվավ մոմենտ ժողովուրդ ջան ու ճիշտ կասեմ կարող ասուտ եմ ասում դուք մի ստադիոն մարդով գնացել եք անկախություն եք ուզում գցենք աշխարհից համել անկախությունը որս էր արա այդ անկախությունը սկզբից հորինվեց այնքան որ թոզ փչելու համար աշխարհին որ չասեն Հայաստանը ագրեսորը ու պետք է Արցախը միանար Հայաստանին լավ հա երբ որ հարցը լուծվեր միտքեն էր որ պետք է աշխարհին ներկայացվեր որպես բան հա անկախ պետություն այդ բանանային որ Հայաստանին չասեին անկախություն ագրեսոր որ Արցախը միանար Հայաստանին Վիտոն ինչ էր ասում հետագայում ես դեմ եմ որ Արցախը որպես մարզ միանա Հայաստանին то դու շան որ դու պետք է ելնես կողմ կամ դեմ արա ու գիտեք մեղավորը դուք որ նայում եք դուք եք որտեվ այս ամբարոյականը ձեր մեջ մանա գալի դուք Հայաստան եք ապրում ձեր մեջ մանա գալի ու սրան ոչ մեկ երբեք չասեց այ ամբարոյական ով ես դու հա փողոցը դեմքին չթքեց հա չպատժվեց ժողովրդի կողմից ոչ մեկ իրան չմերժեց հա ժողովրդի կողմից դրա համար ինքեդ ձև ազգում որտեվ դուք ձեր տան մեջ տենց էլ տեր չեղաք դուք պետքա ձեր սխալ ընդունեք այ դուք այ որ իմի նայում ես եթե Հայաստանում ես ապրում դուք քո տան մեջ այսինքն երկրի տան մեջ եմ ասում տեր չեղար դրա համար էս ամբարոյականը պիտի որոշի հա ու սրա նման ամբարոյականները թե քո երեխու կամ քո թորան ապագան ոնց պետք է լինի համի դուք յոմեջ գցի բռնի լավա թե վատա էլ ես ոնց ասեմ որ դուք ընկալեք ես չգիտեմ էլ ոնց ասեմ որ դուք ընկալեք մարդ որ Հայաստանին նայում է կողից ոնց որ գազանանոց լինի քաղաքական դաշտի մասին է էլի ասում ես քաղաքական գազանանոց լինի արա կամ գժանոց արա ոնց մեզ լուրջ եք ասում Ջահելության պետք է չի ինչա կատարվում քաղաքական դաշտում իրանք չգիտեմ մտածում են թե հետո իրանք հերթը կգա արա ամի դու սկսի քո տնով զբաղվել հա մեծերը չգիտեմ անամ սերավնո վիճակ է ընտրություն ալնում չեն եթում ընտրության ընդհանրապես չգիտեմ 30% 20% չգիտեմ պայթի տրակի քայդե որ դու չես եթում ով պետք է եթա իմ ձենը ոչ մի բան չի որոշվում արա դու գնա քո ձենին տեր կանգնի Քո ձենի համար զինվորը մահաց է, որ դու իրավունք ունենաս ընտրության, անկախ երկրի մեջ ընտրության իրավունք ունենաս, որ դու այդ հաս ընտրատեղամաս, որպես Հայաստանի քաղաքացի ընտրես, որպես իմ ձենը ոչ մի բան չի որոշում։ Դու հլը գնա քո ձենին տեր կանգնի, հետո ինչ որ կորոշվի, եթե այդ ձև ես մտածում։ Կամ եթե դու քո տան մեջ չես ուզում տերը լնես, ուշադիր լնես, որ քո ձենը մի բան որոշվի, կարող է ես պետք է գամ քո տեղը որոշեմ։ Գժանոց, որ ասում եմ գժանոց, մի մարդիկ կան կնեղանան, բայց եկեք մի հատ իրար աշկի նայենք, հա։ Մենք մի ընտանիքից ենք ու ճիշտ իրար երեսին ասենք այն ինչը որ կա, որտեղ իրան կա վաղը մենք ինչ քայլեր ենք անում։ Եթե մենք իրար մենակ նայենք ժպտալով ու չգիտեմ լավ իրար մասին խոսանք, մենք միշտ համի ապագա չենք ունեցի, ապագա չենք ունենա վաղն էլ։ Համել եկե ժակետն է միացե։ Այն ժակետը այն որ նստած էր բանում։ 18 թվին խորհրդարանում, որ մթոն պետք է ինքը Սերժին փոխարիներ,
Սերժը մտում հետո փոշմանա, в общем, ով ինչ արեց ընդ արդեն Աստված գիտի։ Համ եկել է ինքնակա։ Դու ով ես արա եկեք անգլել ես արա, ով ես դու ինչ ես արել Հայաստանի համար։ Այ ռուսի տրուսիկ լվացող։ Ով ես դու։ Ու էլի դուք եք մեղավոր, որ սրանց նմաններ էլի գալիս են Հայաստան։ Եվ իհարկե երկրի իշխանությունները, որ սրանք դրդապակալված չեն։ Իրաց փդած դատական համակարգը, որ գոյություն չունի, փդած։ Մտուստա, ես ասում եմ գամ, հենց մի Հայաստան, մի հատ պեչենի գողանամ, դες ոնց են տանում, դատում, գլխիս ինչ ասես կսարքեն։ Արա սրանք երկիրն են կերը։ Այս դատավորները իրանց դրել են էշի տեղ, ես պետքա չգիտեմ, այս դատավորներին պետքա արդեն նույնպես ամոթանք տալածվի դուսը, ես չգիտեմ էլ ինչ ասենք։ Արդյոք դուք հակապետական անասուն չեք արան, չեք դուք հանցագործներին դուս թողում։ Այ ես, որ վաղը բռնեն աղջկա դոմփեն լավ կանեն։ Ես քեզ չոտքի բան եմ ասում, որտեվ դու ես այդ հանցագործին թողե, որ այս հանցագործի թուլեն էլ ուրիշ հանցագործ, հա, անպատիժ հանցագործ թուլա մեծանա, փողոցն էլ բռնի աղջկատ բռնաբարի։ Ու այդ վաղ ինչ պետք է ասես։ Լավ է, սես պետք է այդպես բաներ ասես, սրանց որ հասկանան։ Անբարոյական մարդիկ արա։ Սաղարթարեն, բան, Ծառուկյան, դու խես հել է գնացե միացե բանին, ռսամետ ուժերին։ Ուրեմն ախպեր սրան զրկեք ամեն ինչից, ինչ էր սարքում, արցան, բան, Հիսուսի արցաններ սարքում, այ Բրազիլիայից կոպի անող, հա, Ռիոյից ես նայ կոպի արե, Հիսուսի արցանն ես սարքում, ինչ փող ես ուզում Հիսուսով աշխատես, հա, օքեյ, զրկեք ախպեր, թո չսարքի, պետք չինգեր մեզ եձևի Հիսուսի արցան, որ դու պտի դնես, բայց ուզենաս հակամեր պետական բանը գործեր անես, պետք զրկել ախպեր, չթողեք ոչի բանանի, թո փողերը վեկալի է թա Հայաստանից, մեզ պետք չեն եձևի օլիգարխներ, մեզ պետք չեն եձևի փողատերեր, որոնք որ չեն գնահատում իրանց պետականությունը, եւ վերջը ուրա իրա տղեն, Ուրա Ծառուկյանի տղեն, հանցագործություն արեն, չես փախցրել երկրից, դե դոքա պատասխան տա, դու գնացիր պատասխան տվիր, ուրիշը վրեն վեկալավ, քեզի բաստողին, օքեյ դե թողը տղետ էլ գա, պատասխան տա, խես հանեդուս, ռասական ուժերին ես միանում, դե իմացեք ժողովուրդ ջան, սրանց ընտրողները անբարոյական են, հակահայ մարդիկ եք ու հակտապետական մարդիկ եք, դե որ տենց այ ձև, դավայցի, ռասի տրոսիկ լվացողներ, Իսկ իրանական պատերազմից ժողովուրդ ջան դեր նույնա շատ բան չի փոխվել, ինչ-որ անորոշ վիճակ է ճիշտ ասած, շատ անորոշ վիճակ է։ Սպասենք դրանք ինչ զարգացումներ ա եղել, երեք էր ձեր մոտ արդեն 3 չի առաջ օրը միջև նայեք, երկու անգամ հարցիր են ուղարկել Թուրքիայի ուղությամբ, Ադանա, Ինջերլիկ ոնց որ մի խոսքով, բայց ոնց որ թե հարվածը տեղ չի ասել, այսինքն օդի մեջ արդեն նատոյական ուժերը կարողացել են խոցել եւ հարվածը տեղ չի ասել։ Տեսնենք սա ինչ հետևանքներ կունենա, ինչ կարող է լինի, ամեն դեպքում իրանական պատերազմի հետ կապված մեզ Իրանի բաժանումը, հա, որ մասնատվի Իրանը մեծ ձեռք չի տալի մեզ ընդամենը ձեռք է տալի, որ Իրանի իշխանությունը լինի ավելի աշխարհիկ իշխանություն, նորմալ իշխանություն եւ վերջ այդքան բան։ Եվ այս պատերազմը մենք չենք սկսել, որ ինչ-որ մեկերը դուք չգիտեմ, Իրանը էսենց, բան Հայաստանում, էսի միջ մեղադրանքներ կա, գիտեք, արա մենք ենք սկսել պատերազմը կամ մենք ենք որոշում դե ինչ ալնում։ Գժանոց Որ ասում եմ գժանոց, այսր համար էլ եմ ասում գժանոց։ Ինչքան ցանցար կա, հայկական քաղաքական դաշտում է։ Ինչքան անգործ կա, աղքա, առանց սիգարետի փող, չգիտեմ, ասում այդքան կուսակցություն բացենք։ Միսես, մարդ կուսակցություններ, մարդ շարժումներ, անհասկանալի մարդիկ, անհասկանալի զբաղմունքներով, անհասկանալի կրթությամբ եւ անհասկանալի, չգիտեմ, մասնագիտությամբ։ Չես հասկանում սրանք ով են, ինչ են եւ ինչ են ուզում անեն։ Հիմի որ ես սալաթը կողից նայես, չես ասի գժանոց։ Ահա, այսքան բան։ Մի խոսքով շատ չեմ ուզում երկարաձգեմ մեր հաղորդումը, այսօր ես էի ուզում ասեի, այսօր այսքանը ժողովուրդ ջան, չեք մոռանում դնեք ձեր լայքերը, չեք մոռանում գրանցվեք իմ ալիքին, որը որ շատ կարևոր է ինձ համար։ Հիշեք, որ դուք ձեր ակտիվությամբ գնահատում եք իմ աշխատանքը։ Այսօր այսքանը, ստեսություն, հաջողություն, եթե ցանկություն ունեք աջակցեք իմ ալիքին, խնդրեմ, ստեսություն։